Բարի օր ձեզ, հարգելի հետևորդներ ջան, ուզում եմ այսօր տվարոկով համով խմորեղեն պատրաստեմ։ Սկզբի սուն, հետո շաքարավազը։ Ավելացնենք շաքարավազը ու լավ հավենք։ Այսել մածուն, ավելացնեմ մեկ թեյ կթալ սոդա, վանիլին, նորից լավ խառնենք ու ամենավերջում արդեն ալյուր կլցնենք։ Ուրեմն այստեղ 2 բաժակ ալյուր է, ժողովուրդ ջան, հիմա տեսնենք, պետք է պատրաստեմ ոչ շատ ջրի, ոչ էլ շատ պնդիկ, խմոր, սա էլ գնա բացարանի մեջ, այսպես, հիմա մի քիչ էլ խառնեմ ու ինչ եմ անելու, հարգելի հետևորդներ ջան, հիմա սա կլցնեմ ուտեղի մեջ, կպատրաստեմ տվարոկը, սա կլցնեմ, հետո վրան կլցնեմ իմ պատրաստած տվարոկը, կարելի ասած տվարոկով կրեմ։ Այսպես։ Այսպես հավասարացնեմ, հիմա սա դնեմ մի կողմ, պատրաստեմ տվարոկը։ Երկու հատ ծույլ, նորից շաքարավազ, նորից վանիլին,
խրեցուցիչ եւ ավելացնեմ տվարով։ Այս բոլորը միասին հիմա հարիչով կհարեմ։ Այսինքն գթալով կլցնեմ, դե արդեն ջեռոցը միացրել եմ, վերջ ժողովուրդ ջան, հիմա սա տանում եմ դնեմ ջեռոց։ Հարգելի հետևորդներ ջան, էսիկ թթուսա դրել եմ, դե ջուր ունեի, ես ասացի ջուր ունեի, ջուրը քամել եմ, բայց նորից աղաջուր եմ այսպես բռնել, խառնել եմ այդ ջրի հետ լցրել եմ։ Այսօր առավոտյան նոր դրել եմ ժողովուրդ ջան։ Էսիկ դրել եմ այստեղ խոհանոցում տակավոր շուտ թթվի։ Այսպես մի աման դրել եմ։ Բայց նորից բազուկ եմ ավելացրել, նորից սև պղպեղ, դափնուտերև, ամեն ինչ այսպես ասած։ Ժողովուրդ ջան, հələ տեսեք, այս ինչ ընտիրը ստացվի։ Հիմա նոր հանեցի, թողնեմ, մի քիչ սառչի, նոր կկտրեմ ու ինչ պիտի անեմ, այս համովության հետ պիտի արդեն մի բաժակ կոֆե խմեմ, ժողովուրդ ջան։ Այսպես ցույց տամ, որ ավելի լավ լինի։ Հիմա թողնեմ սառի, ընտիր։ Էլենիս նվիրած ամանը վերցնեմ, տանեմ, որ սիրուն կտրտեմ, շարեմ հենց այս ամանի մեջ։ Շատ լավ այլ է, հարգելի հետևորդներ ջան, հələ տեսեք խմորը ոնց է էպը, բիսկվիտը։
ու հեշտությամբ էլ դուրս է գալի առանց կպնելու։ Սրանք կողքերինն է։ Այսպես, հարգելի հետևորդներ, ինչ օգտագործեցի ուրեմն խմորի մեջ։ 4 հատ ձու, բաժակ ու կես մածուն, 1 բաժակ շաքարավազ, 1 թեյի քթալ սոդա, 150 գրամ ձեթ, վանիլին, դե ալյուրն էլ 2 բաժակ ալյուր է, ժողովուրդ ջան։ Իսկ տվարոգի երեսի համար կրեմ, որ պատրաստեցի տվարոգով կրեմ, ընդամենը 2 հատ ձու, էլի նորից մի փոքր վանիլին, շաքարավազ 1 բաժակ, հետո հիշեմ ինչ, ժողովուրդ ջան, փխրեցուցիչ, կներեք, 1 թեյի քթալ է փխրեցուցիչ, բայց շատ լավ է ստացվել, շատ հավեսին, տեսեք իրա խմորը ինչ լավ է ստացվել։ Հիմա ես մի հատ պիտի անպայման մի հատ կոֆե խմեմ, հետո նոր անցնեմ ցորենը ցանեմ, ժողովուրդ ջան, քանի օր է, էլինջանյալ սենց ցույց տու, այստեղ ափսեներն է 3 հատ, բամբակ, բինդ, ցորեն, ոսպ, քանի օր է, այս սեղանին դրած է, ժողովուրդ։ Հա, այսօր էգուց եմ անում, ժամանակ չի որ ցանեմ, հիմա կցանեմ, բայց ուզում ենք այս մի ափսեն մի քիչ տարբերվող ցանենք, Էլենս նոր ձև է տեսել, ուզում է այդ ձևով ցանի ցորենը։ Ես էլ սովորական, ոնց են մնացածը ցանում, այդպես է ես կցանեմ։ Էլեն ջան, դու չես խմում։ Ճիշտ էլ անում ես, համով էր, Էլեն։ Սուրճիս բաժակը փոխել եմ, ենի շատ փոքր էր, ժողովուրդ ջան, տեսեք մեծն եմ վերցրել։ Դնեմ գազին։ Ես ծինեները դնեմ նրանց տեղերը չմանան։ Մի հատ էլ ափսե բերեմ, Էլեն ջան, զարմանում ես, զարմանում է, որ բաժակս փոխել եմ, այդպես զարման։ Մի հատ վերցնեմ, պիտի ուտեմ, ուզած չուզած, պիտի ուտեմ։ Ես լավ այլ է, կարևորը որ թխացա, մի փոքր, չնայած պատարակավ եմ վերցրել, բայց ձեռքով եմ կտրում։
Հարգելի հետևորդներ ջան, այսօր Էլենս պիտի գնար փառատոնի, ես ասել էի, այսօր ինչ փառատոներ Էլեն, միջազգային, հա, բայց չգնաց երեխեն, իր ուսուցչուհուներ եք տեղեկացրեցինք, բայց ուսուցիչը գիտեր խնդիրը որն է, ուրեմն ասեմ Էլենը, որ համ թենիս խաղաց, համ թար, որ ձեռքը դեր աջ ձեռքից այս ոսկորը դուրս է եկել երեխու, այս մասը, նայեք։ Մի քանի օր առաջ, հա, ուսուցիչն ասում էր, Տարեկ բժիշկի թառը, որ նվագում էր, ձեռքը անդադ հոգնում էր, բայց ցավ չկար, հոգնում էր։ Ուսուցիչն էլ էր նկատել, որ Էլենը չէր կարում, մեզ ասեց, որ երեխուն Տարեկ մի հատ բժիշկի, դե Էլենն էլ տենց չի խորացել, որ ցավ չի Էլեն, ամենը ձեռքը հոգնելա չի կարողացել 3 րոպեանոց դաս նվագի։ Կներեք, վերջը տարել են բժիշկի նայել են, ճիշտ է, այդպես ռենտգեն չեն արել, հենց ուղղակի նայել են ձեռքը, տեսել են, որ սենց այս ճանա, կարելի ասած ճան էլի, հա, դուրս էր եկել ու այս դաստակը ցավում էր երեխու։ Խմելու կոճակ դեղ էր նշանակել եւ քսուկ այսպես դեղա։ Հետո դրանից հետո Էլենը արդեն գնաց թենիս խաղաց, թենիսում էլ էլի իմ աղջիկս էլի հաղթեց, հա, Էլեն ջան, սենց ասեմ, ոնց ասեմ, հա։ Լավ խաղացել է, 3 հատ կրել է, սենց ասեմ, մի հատ կրվել է, ժողովուրդ ջան։ Հիմա եկել է, չեմ թողում, չեմ ուզում ոչ մասնակցի թենիսին, դե թառը պիտի գնա, չի կարա չգնա, բայց հիմա առայժմ թառն էլ մի 2 շաբաթ ընդհատում կտա, չի գնա դասի, մինչև դες մի շաբաթը արձակուրդ է գարնանային, մի շաբաթ էլ չի գնա, որ գոնե լավանա, որ հետո կարողանա շարունակի թառը։ Դաշնամուրի ուսուցիչն էլ գիտի, թառի ուսուցիչն էլ գիտի, որ այս խնդիրը առաջացավ Էլենի մոտ։ Չգիտեմ, հիմա դեղ են քսում, տենակ էլի, համ կարմրացություն կա այս մասը, համ էլ շատ արտահայտիչ ձևով դուրս է եկել։ Այս մասը դուք էլ ծանոթ կլինի բոլորին, ժողովուրդ ջան։ Դրա համար այսօր Էլենս չգնաց, շատ տխրեց, որ չգնաց, չմասնակցեց, որովհետև սիրում է, թառը սիրում է, շատ է սիրում։ Թառը շատ է սիրում նվագի ու տխրեց, որ չմասնակցեց, բայց դե ինչ աներ, չէր կարա գնար, ուզում էր, չգիտեր գնար, թե չգնար։ Գնար ասում մաման, բա որ չկարողանամ ձեռքս հոգնի ցավա, չկարողանամ նվագեմ։ Չի էլ գնում, ոնց որ ինքնավատ զգում, որ չի կարողանա մասնակցի։ Այդքանը ասի, մի հատ ձեզ տեղեկացնեմ, հարգելի հետևորդներ ջան, որ Էլենս չմասնակցեց ու կապած է, հիմա այս պահին ձեռքը սենց ռեզինով դեղը քսել եմ, սենց ցելոֆան եմ դրել վրան ու սենց հաստ ռեզինով ձիգ կապած է, մինչև տեսնենք էլի, տեսնենք ինչքան կտևի տենց։ Չեմ թողում, ոչ թողնում եմ նկարի, ոչ թողնում եմ թենիս խաղա, ոչ էլ թողնում եմ, որ թառ նվագի, որովհետև հենց ամեն ինչը աչով է, նագրուս կանգավ ձեռքին, ինչ արեց, չեմ կարողանում հասկանալ։ Բամբակը կրչենք, որ հետո նոր ոսկա լցնեմ։
Հիմա նորից կջրեմ։ Սենց։ Կողքերն է կարևոր, թե չէ մեջը, որ հեսա ծլեց, չի երևա բամբակը։ Այսի դնենք մի կողմ, հիմա ցորենից անենք։ Էսիկ ոսպը։ Ուրեմն ասեմ հարգելի հետևորդներ ջան, այս մեկը տարբերվող է։ Ուրեմն բաժակ եմ դրել ափսերի մեջ, նայեք։ Այսպես կպցնեմ։ Կպավ։ Այսպես։ Լենջան մի հատ ինչ կտասենցի մկրատ։ Վրան ուրեմն դնելու եմ գինդ, հետո նոր բամբակ։ Այսպես կանեմ։ Այսպես։ Այսպես բինդ անենք։ Այս բաժակի հատվածը բաց ենք թողում։ Երկու կողմն էլ բինդ ենք դնում հիմա, արդեն բամբակը կդնենք։ Այսպես բաժակի վրայով նորից կծածկենք։ Սենց մի հատ ցույց տամ։ Նորից թողջենք։
Հիմա ինչ եմ անելու, հիմա արդեն պետք է ցորենը լցնեմ, այս կողմն էլ դզեմ, այսենց, լենջանից մի հատ կթալ, Հարգելի հետևորդներ ջան, ամեն օր միասին կհետևենք, տեսնենք ոնց է ծլում, այդ ծլելու պրոցեսը միասին կհետևենք։ Այսպես պետք է լցնենք, որ հավասար ծլի։ Նորից թրջելուց հետո, հիմա որ բամբակը թրջել, նորից ցորեն կավելացնեմ, եթե տեսնեմ հələ ոնց կլինի, այսինքն հավասար ցանեմ, որ սիրուն ծլի, այս անկյունները, վերջ, ժողովուրդ ջան, լցրել եմ ամբողջությամբ, նորից ջրում եմ, հիմա կտանեմ լուսամուտին, այսպես, սա էլ մեր սուրբ զատիկի ցորենը, Էլեն ջանի հետ անձեռոցիկ դու այս մեջին մաքրեմ, վերջապես ցանեցինք, վերջապես, տեսանք սենց կմաքրենք ստեղից, դե դուք արդեն պետք է պատկերացնեք ինչ ձևի տեսք կունենա ժողովուրդ ջան։ Սա էլ ցորենը և ոսպը, հիմա էլ ուզում եմ այստեղ ցորեն կա, հա մի փոքր ապսել, եղբորս կնոջ Վարդու համար ցանեմ ցորեն, խոսք եմ տվել, որ կցանեմ իրան աշխատան։ Ես էլ էսպես։ Դե գնահատեք այսօրվա իմ աշխատանքը, ժողովուրդ ջան։ Լավ է, չէ՞ էլի։ Շատ լավ է էլի, շատ։ Դուք պատկերացրեք, որ ինքը ծլի, կանաչի, չքան, էլ ավելի սիրուն կլինի, բայց ստե ոնց որ արդեն համը հանում եմ, տեսեք, ձեռքով եմ անում, ավելի է թափում, վերջ, այս էլ մեջտեղը կանենք ցորեն, կողքերը ոսպ, էլ են ցորենը կարաս, տասից կանը ոսպը, ինչ արեցինք,
Դունց։ Ես էլ սիրում կլի գործալի կողքերը ոսպ, մեջտեղը ցորեն։ Թրջենք, ու այսպես ամեն օր պիտի թրջենք, ու շուտ ծլի։ Այս դատարկ տեղերն է լցնեմ վերջ։ Վերջացրեցի, ուրեմն այստեղ 3 կապսե ցորեն եմ ցանել, այս մեկը հարսիկիս համար է, ուրեմն մեջտեղը ցորեն, կողքերը ոսպ, այս մեկը մենակ ոսպ է, դե այս մեկն էլ էլի ցորեն է։ Դրեցի այստեղ լուսավոր տեղ, որ շուտ ծլի, ու ամեն օր պետքա ջրեմ, հարգելի հետևորդներ ջան։ Դե ինչ, ուզում եմ այսքանով էլ ավարտեմ իմ ամենալավ հետևորդներին, ինձ հարազատ դարձած մարդկանց։ Ուզում եմ ասեմ շնորհակալություն հոլովակը դիտելու համար, շնորհակալություն մեկնաբանությունների համար և ցտեսություն բոլորիդ։